Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն այսօր արդեն հուլիսի 13-ն է։ Երեք կիրակի օրը մենք առանձին հաղորդում չենք ունեցել, ճիշտ է պարոն Ռուբեն Մեհրաբյանի հետ մեր հարցազրույցն ենք հրապարակել, հետաքրքիր բավականին զրույց էր ստացվել, ինձ միշտ էլ հետաքրքիր են տարբեր փորձագետների մտքերը նույնպես, քանի որ միտք է առաջացնում, միտք է տաշում, միտքը օգնում է, որ քո մտքերը նույնպես ավելի ու ավելի կատարելագործվեն, դրանց բացի այդպիսի զրույցները հաճախ օգնում են ինձ ավելի լավ հասկանալ, թե որտեղ մենք ճիշտ ենք անում մեր վերլուծությունները, որտեղ սխալ։ Դա չափազանց կարևոր է մեր համար, որպեսզի մենք պահպանենք մեր օբյեկտիվությունը, դրանից բացի կարողանանք պահպանել ռեալիզմը եւ չընկնենք ինչ որ սխալ պատկերացումների մեջ։ Այսինքն նման զրույցները տարբեր փորձագետների հետ միանշանակ օգտակար են թե մեր համար, սիրելի հայրենակիցներ, եւ թե ձեր համար։ Դրա համար ես այդպիսի զրույցներ եմ հաճախակի փորձում կազմակերպել տարբեր փորձագետների հետ։ Ու քանի որ մենք երեք առանձին հաղորդում չունեցանք, բավականին կարևոր հարցեր են կուտակվել այսօր քննարկելու։ Հայաստանից այդքան շատ տեղեկություններ չկան, բայց Հայաստանին վերաբերող հարցեր ունենք քննարկելու։ Անպայման կքննարկենք, դրանից բացի Իրան, Ուկրաինա։ Հետաքրքիր տենդենց է նկատվում Իրանի շուրջ, Միացյալ Նահանգները կարծես փոխում է իր ռազմական գործողությունների հիմնական թիրախը Իրանի մասով եւ հիմա այլ մարտավարություն է որդեգրում։ Դե Ուկրաինան էլ է փոխել իր մարտավարությունը Ռուսաստանի նկատմամբ։ Դա տեսանելի է արդեն վերջին 1 ամսվա ընթացքում հատկապես։ Դրա մասին նույնպես մանրամասն կխոսենք, հետաքրքիր է նաև անդրադառնալ եւ կարեւոր է անդրադառնալ սենատոր Լինսի Գրեմի մահվանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ով որ շատ մեծ աջակից էր Ուկրաինայի, ինչպես նաև Իրանի հարցում շատ հետաքրքիր դիրքորոշում ուներ, անընդհատ հայտարարություններով էր հանդես գալիս Թրամփի ամենավառ հայտնի կողմնակիցներից էր, դե մեկ կողմնակից էր, մեկ դեմ էր, բայց հիմնականում վերջին շրջանում կողմնակիցն էր Դոնալդ Թրամփի։ Մի խոսքով այս հարցերը բոլոր կքննարկենք, անպայման լայքեք, բաժանորդագրվեք, թողեք ձեր մեկնաբանությունները, դրանք նույնպես մեզ շատ են օգնում մեր հետագա աշխատանքի համար։ Ուրեմն սկսենք նրանից, որ ես տեսա Մարիա Զախարովայի հարցազրույցը, մի հետաքրքիր տեսանյութ էր, որտեղ որ ինքը խոսում էր Հայաստանի նկատմամբ մեծ սիրո մասին, Ռուսաստանի վերաբերմունքի, թե ինչ լավ վերաբերմունք ունի տարերով եկած մարդկանց հարաբերությունները եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ առաջին տպավորությունը, որը որ ստացա ես, դա այն է, որ միանշանակ ինքն էլ է հասկացել ու ամենայն հավանականությամբ իրեն հուշել են նաեւ, որ այն հակահայկական հայտարարությունները, որ ինքը անում է շատ հաճախ, հակառակ էֆեկտն են տալիս եւ հստակ պատկերացում է ձևավորվում, որ ինքը հակահայկական գործիչ է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեջ, հակահայկական դրսևորում ունեցող համնոծառայության ներկայացուցիչն է Ռուսաստանի արտգործ նախարարության։ Ու քանի որ այդպես է, ինքը փորձում է հիմա այդ ամենը իր վրայից քերել եւ խոսել սիրո մասին Հայաստանի նկատմամբ։ Այսինքն պետք չի, կարծում եմ, հոգեբան լինել, որ հասկանաս, թե ինչով էր պայմանավորված Զախարովայի այդ տեսանյութը եւ որքան անկեղծ էր այն։ Կարծում եմ բոլորը հասկանում են, որ անկեղծություն չկար այդ հայտարարությունների մեջ, մեծ եւ փոքր եղբոր տրամաբանության մեջ էր ինքը անում տվյալ հայտարարությունները նաեւ։ Բայց ընդհանուր առմամբ, քանի որ դրական էին այդ հայտարարությունները, մենք միշտ էլ ասել ենք, դրականին պետք է դրականը ասվի, բացասականին բացասականը։ Բայց ինչպես ես արդեն նշեցի, հստակ իմ մոտ տվյալ տպավորությունն է ստեղծվում, այսինքն ոչ թե խոսքերի մասով, այլ ընդհանուր եթե վերցնենք իր այդ հայտարարությունները, իր դիմագծերը, այդ հայտարարության ժամանակ չէ որ մարդը ունի նաև դիմագծեր, դիմագծերով էլ է խոսում
մարդկանց հետ հստակ մեկ բան պարզ է։ Զախարովան հասկացել է, թե ինքը որքան խորն է մտել իր հակահայկական հայտարարությունների մեջ, հիմա փորձում է այդպիսի հայտարարություններով, հարցազրույցներով մի փոքր մեղմել իրավիճակը, բայց վաղը էլի ինքը կանգնելու է վստահ եմ 100%-ով եւ նույն ոճի հայտարարություններն է անելու, ինչ անում էր մինչեւ հիմա։ Երկար չէի ուզում անդրադառնալ Զախարովայի այդ տեսանյութին, բայց սա կարևոր էր ասել, որ ոչ ոք հանկարծ չխափնվի այդ տեսանյութով։ Հաջորդը Ալիևի հայտարարություններն են Շուշիում։ Շուշիում Ալիևը մեդիա ֆորում է կազմակերպել եւ հիմա տարբեր հայտարարություններով է հանդես գալիս։ Մի քանի հայտարարության վրա ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել, ինքը կրկին փորձել է մեծարել Դոնալդ Թրամփին, ասել է, որ Դոնալդ Թրամփի ներգրավվածությունը շատ մեծ էր, հայ-ադրբեջանական կարգավորման գործում անգանահատելի շատ մեծ դերակատարություն ունեցավ Դոնալդ Թրամփը, խոսել է TRIP ծրագրից, որ TRIP ծրագիրը ավելի կամրապնդի խաղաղությունը հարավային Կովկասում եւ ասում է, որ TRIP-ի շինարարությունը իրագործում արդեն այս տարի կսկսվի, դրանից բացի Ալիևը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հուսալի տարանցիկ երկիր է դարձել դեպի Հայաստան նավթ տեղափոխման համար, ինչպես նաև ինքն էլ է վաճառում հիմա նավթ Հայաստանին։ Այսինքն այնպիսի մի տպավորություն է փորձում այդ մեդիա ֆորումի ժամանակ ստեղծել Ալիևը, թե ամեն ինչ արդեն շատ լավ է, որևիցե խնդիր չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն կան հայտարարություններ, որոնք որ ներքին լսարանի համար են արվում։ Ես միշտ ասել եմ, սա կարևոր է դա կրկին հասկանալ, կան հայտարարություններ, որ արտաքին աշխարհի համար են արվում։ Եվ մենք շատ կարևոր է, որ այդ հայտարարությունները շատ ճիշտ ձևով կարողանանք իրարից տարանջատել, նույն ժամանակ, քանի որ տարբեր լսարանների համար է խոսում Ալիևը, տարանջատելուց բացի հասկանանք, թե որ հայտարարության ժամանակ ինքը ավելի անկեղծ է։ Հիմնականում այսքանը Հայաստանին վերաբերող հարցերից օրվա ընթացքում հնարավոր է կրկին ունենանք թեմաներ քննարկելու։ Հիմա առաջարկում եմ անդրադառնալ Իրանի շուրջ տեղի ունեցողին, քանի որ Իրանի շուրջ փոխվում է պատերազմական ընթացքը, ռազմական գործողությունները վերսկսվել են ճիշտ է սահմանափակ ձևով, բայց վերսկսվել են, փաստացի մենք ունենք արդեն ռազմական գործողություններ, պատերազմ, դեռևս ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իրանը չեն շտապում հայտարարել, որ սա հաջորդ պատերազմն է, բայց փաստացի հրադադարել չկա։ Չի մասին բացի բաց հայտարարեց Դոնալդ Թրամփը, հրադադարել չկա։ Աբաս Արաքչին հայտարարեց, սա երկու օրվա հայտարարություն է, բայց քանի որ երեք մենք հաղորդում չենք ունեցել, բայց կարևոր է ընդհանուր տրամաբանությունը հասկանալ։ Ուրեմն ինչ է ասում արտգործնախարարը Իրանի, որ իրենք հավատարիմ են այն փաստաթղթին, որը որ ստորագրվել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, բայց Միացյալ Նահանգները իրենք են խախտում 9-րդ կետը այդ հայտարարության։ Եվ Արաքչին փաստացի կոչ է անում իր իսկ այս հայտարարությամբ, որ Միացյալ Նահանգները վերադառնան այդ ընդունված կետերին եւ սկսեն իրականացնել այն խոստումը, որը որ տվել են այդ հայտարարություններով։ Սա նշանակում է այն, որ Իրանը չի ցանկանում պատերազմ։ Պարզից էլ պարզ է, հստակ է, որ Իրանը չի ցանկանում, չնայած որ Իրանը ինքն է այդ նավերին հարված հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության այդ կորպուսի պահապանների ջոկատը հարված էր հասցրել օրեր առաջ նավերին, էլի են հարվածել, պատասխան են ստացել, էլի հարվածել, պատասխան են ստացել, այսինքն հիմնականում իրենք են խախտել այդ պայմանավորվածությունները։ Եվ մենք տեսնում ենք, որ կարող է պատերազմը ավելի ընդհարցակվել, քանի որ դեռևս Իսրայելը չի միացել այդ ռազմական գործողություններին, բայց Իսրայելի պաշտպանության նախարարի կողմից ունենք շատ հետաքրքիր հայտարարություն, որը որ կոնկրետ վկայում է այն մասին, որ կարող է մոտակա օրերին կամ ժամերին Իսրայելը նույնպես միանա այդ ռազմական գործողություններին եւ հայտարարում է պաշտպանության նախարարը Իսրայելի, որ արդեն իսկ հրամանը տրված է եւ հրամանը շատ
հստակ է, որ Իրանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն պատերազմի ընդդեմ Իրանի։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև այնպիսի իրավիճակ է, երկու օրվա վերջին տենդենսների մասին խոսեմ, կրկին Իրանը գրոհել է տարբեր նավերի վրա, ի պատասխան Միացյալ Նահանգները բազմաթիվ հարվածներ են հասցրել Իրանին եւ Իրանը ի պատասխան սկսել է գրոհել արդեն Պարսից ծոցի երկրները։ Շաբաթ օրվա լույս կիրակի գիշերը Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը 140 թիրախի են հարվածել։ 3 գիշերվա ընթացքում ընդհանուր առմամբ 300 թիրախ է խոցել Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանում։ Ի պատասխան Իրանը Բախրեյնում, Կատարում, Քուվեյթում փորձել է գրոհել Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազաների վրա, հրթիռների արձակել ռազմաբազաների ուղղությամբ։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Պիթ Հեքսեթը, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար, եւ նա ասում է, որ Իրանի այդ որոշումը բերում է այս հետևանքների, շատ անհաջող որոշում է կայացրել Իրանը նման գրոհները կազմակերպելով, դրա համար հատուցման ժամանակն է եկել Իրանի համար։ Արդեն այսօր մենք հայտարարություն ունեցանք, սիրելի հայրենակիցներ, Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունից, որ Հորմուզի նեղուցը բաց է օրինական կերպով հատել ցանկացող բոլոր նավերի համար։ Ինչ է տեղի ունեցել այս գիշեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմաթիվ սկսել են հարվածներ հասցնել ոչ միայն Կեշմ կղզում հրթիռային համակարգերին Իրանի, այլ նաև արդեն դրոներով, ջրային դրոներով հարվածներ են հասցրել իրանական փոքրաթիվ կատերներին։ Այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ է սկսել հասցնել Հորմուզի նեղուցում, առաջինը հայտնել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հետո արդեն մենք տեսանք նաև Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության հայտարարությունը, որ շատ հետաքրքիր, կարևոր նոր տեսակի դրոններ է օգտագործել Միացյալ Նահանգները։ Անկեղծ ասած, ես պատկերացնում եմ, որ այս հարցում նույնպես Միացյալ Նահանգներին օգնել է Ուկրաինան։ Ոչ թե նույնպես, այլ Ուկրաինան սկսում է մտնել իմ պատկերացմամբ այդ պատերազմի մեջ, դրա համար Միացյալ Նահանգները փոխել են այդ թվում, եթե ավելի կոնկրետ լինենք եւ կոռեկտ լինենք, այդ թվում նաև փոխել են ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ իրենց վերաբերմունքը, հարցերից մեկն էլ Իրանն է, եւ հիմա Ուկրաինան իմ պատկերացմամբ օգնում է Միացյալ Նահանգներին, եւ ես չեմ բացառում, որ այդ ջրային դրոնները հենց ուկրաինական դրոններ են եղել, որոնք որ վերացրել են փաստացի իրանական այդ արագագնաց նավակները։ Միանշանակ չենք կարող պնդել, որ բոլորը ոչնչացվել են, դա անիրատեսական է հիմա նման պնդումներ անել, բայց Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը ասում է, որ իրենք բացել են Հորմուզի նեղուցը, ես պատկերացնում եմ, որ անընդհատ բանալու են Հորմուզի նեղուցը եւ հստակ է իրենց ծրագիրը, որպեսզի Իրանը չկարողանա այլևս հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցում նավարկությանը։ Իրանից կան հայտարարություններ, որ եթե չեք ուզում, որ հարվածներ հասցնենք, պետք է դադարեցվի կռիվը, պատերազմը եւ այլն եւ այդպես շարունակ, հարվածներ չպետք է հասցնեք այլևս Իրանին, բայց հասկանում ենք, որ դրանք ընդհանուր առմամբ դատարկ հայտարարություններ են, բազմիցս հրադադարը խախտվել էր եւ ոչ միայն հրադադարն էր խախտվել, այլ հարված էր հասցվել հասարակ քաղաքացիական նավթ տեղափոխող նավերի Իրանի կողմից։ Սա է ընդհանուր առմամբ իրավիճակը Իրանի շուրջ, սիրելի հայրենակիցներ, այսինքն ցանկացած ժամի կամ ցանկացած օրվա ընթացքում, այս մոտակա օրերի ընթացքում այս պատերազմի մեջ կարող է մտնել նաև Իսրայելը, բայց Միացյալ Նահանգների հիմնական արդեն թիրախը դարձել են Հորմուզի նեղուցում իրանական նավակները փոքրիկ եւ հրթիռային եւ դրոնային համակարգերը, որոնք որ խնդիր են ստեղծում կոնկրետ Հորմուզի նեղուցի նավարկությանը։ Բնականաբար իրենք կվերադառնան Իրանի ատոմային ծրագրին, բայց հիմա ամենակարևոր Միացյալ Նահանգների համար Հորմուզի նեղուցն է։ Կարծում եմ կարևոր է անդրադառնալ սենատոր Լինսի Գրեմի մահվանը։ Մենք շատ ենք խոսել սենատոր Լինսի Գրեմի հայտարարությունների մասին։ Ամենասուր հայտարարությունները նա էր անում
Ռուսաստանի դեմ ամենամեծ եւ լուրջ պատժամիջոցների հեղինակը ինքն էր եւ նաեւ վերջի պատժամիջոցների հեղինակը ինքն էր, ինքը հասել էր վերջերս բավականին վերջերս հաջողության եւ հիմա Միացյալ Նահանգները պատրաստում էր նոր բավականին խոշոր պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ։ Իրանի մասով էլ ինքը շատ սուր հայտարարություններ էր անում։ Պատերազմը սկսվելուց ի վեր 10 անգամ, նույնիսկ ավել, ինքը եղել էր Կիևում եւ ընդամենը նոր էր վերադարձել Կիևից Զելենսկուի հետ հանդիպումից հետո, երբ ինքը հանկարծամահ եղավ։ Ընտանիքը չի ցանկանում խոսել, թե ինչու է մահացել սենատոր Լինդսի Գրեմը, արագ վրահասած հիվանդության պատճառով, ասում են, բայց լրատվամիջոցները խոսում են ցրտի կաթվածի մասին, սակայն նույն ժամանակ բազմաթիվ հարցեր առաջացնում սենատորի մահը, քանի որ սենատորի մահը ցանկանում էր, թե Իրանում մեծ ուրախություն էր սենատոր Գրեմի մահվան պատճառով, դրանց բացի Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա լուրջ հարց է առաջանում, թե ինչու եւ ինչպես մահացավ սենատոր Լինդսի Գրեմը Միացյալ Նահանգներում։ Սուքի հայտարարված դրոշները իջեցված են Տրամփի հրամանով, մի խոսքով, այստեղ էլ ես կարծում եմ, որ հնարավոր է մենք ապագայում ունենանք նորություններ եւ չի բացառվում, որ հստակ ապացույցներ լինեն, որ Իրանը կամ Ռուսաստանի Դաշնությունը այդ ամենում ունի առնչություն։ Հնարավոր է։ Չեմ կարող պնդել, բայց հնարավոր է։ Սա էլ աչքի առջև ունենանք։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասով։ Դեռ 3 Ուկրաինան կարողացել էր խոցել Սամարայի նավթավերամշակման գործարանը։ Այսօրվա նոր տվյալներով Ուկրաինան այսօրվա տվյալներով Ստավրոպոլում է հասցրել հարվածներ նավթային եւ գազային ենթակառուցվածքներին Ռուսաստանի։ Տեսնում ենք, որ Ռուսաստանում նավթի ճգնաժամը չի ավարտվում, բենզինի համար մեծ հերթեր են, ծծկրտուկներ են, մի խոսքով շատ բարդ եւ ծանր իրավիճակ է, այսինքն ծանր իրավիճակը շարունակվում է Ռուսաստանում։ Ռուսաստանը Օդեսայում այսօր անօթաչող սարքով մեծ ավտոբուսի է հարված հասցրել։ Իսկ գիշերը հարձակում է եղել Չեռնոմորսկի վրա։ Դրանից բացի կա տեղեկություն այն մասին, որ Զապորոժիեում Ռուսաստանը շենքի է հարվածել անօթաչող սարքով, բայց կա նաև տեղեկություն, որ Ռուսաստանը Ուկրաինան Պոդմոսկովիայում նույնպես անօթաչող սարքերի հարվածներ է հասցրել, որոնց ընթացքում զոհվել են մարդիկ։ Ռուսական տվյալներով 3 հոգի զոհվել է, 5 հոգի վիրավոր կա, բայց մենք հաճախ տեսնում ենք կադրեր մարդկանց կողմից նկարահանված, որտեղ որ հստակ երևում է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը, որ հարվածում է ուկրաինական դրոններին, այդ դրա հետևանքով այդ բեկորները ընկնում են շենքերի վրա եւ դառնում են մարդկանց մահվան եւ վիրավորումների պատճառ։ Հենց բացի կա տեղեկություն, որ Ուկրաինան այսօր հարված է հասցրել Կրկին Մոսկվայի շրջանի Սոլնեչնոգորսկ քաղաքին։ Եվ այնտեղ նույնպես նախնական տվյալով կան զոհեր։ Երեք նաև տեսա Թուրքիայի արտգործնախարարի շատ տարօրինակ հայտարարությունը Ուկրաինայի մասով։ Թուրքիան հետաքրքիր խաղեր է խաղում թե Ռուսաստանի հետ, թե Ուկրաինայի հետ, թե ամբողջ աշխարհի հետ եւ շատ տարօրինակ հայտարարություններ անում։ Ընդհանրապես Թուրքիայի քաղաքականությունը շատ անվստահելի է, շատ նորմալ երկրների համար, բայց իրենք կարողանում են խաղալ։ Ասեմ թե ինչի մասին է կոնկրետ խոսքը։ Հական Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարարը, ասում է, որ Ուկրաինան պետք է աջակցի Անկորիջի համաձայնություններին Պուտինի եւ Թրամփի միջեւ, որոնք որ ձեռք էին բերվել, որպեսզի այս կոնֆլիկտը կարգավորվի։ Նա ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ընդունել է այդ բանակցությունները, բայց որպեսզի հասնեն ինչ-որ արդյունքի, պետք են երկուսը։ Եվ սա շատ տարօրինակ հայտարարություն է, հաշվի առնելով այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն մեծաշով չի ցանկանում խոսել Անկորիջի մասին, որ այդտեղ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ Ուկրաինան էլ հիմա շատ ուժեղի դիրքերից է հանդես գալիս,
Ռուսներն են խոսում մեկ անկորիջից, բայց շատ տարօրինակ ձևով ասում են մենք ինչ պայմանավորվել էինք, տեղի չունեցավ։ Հիմա ինչ է դուրս գալիս։ Մոտավորապես այդ հայտարարությունը շատ նման է Ռուսաստանից հնչող հայտարարություններին։ Եվ դա շատ տարօրինակ է հաշվի առնելով այն, որ Թուրքիան խոստանում է օգնել Ուկրաինային եւ ինչ որ միտեղ օգնում է նաեւ Ուկրաինային այս պատերազմում Ռուսաստանի դեմ, բայց այդպիսի տարօրինակ խաղեր է տալիս Թուրքիան։ Սա եւս շատ կարեւոր է, որ մենք հասկանանք եւ հաշվի առնենք։ Կուբայի շուրջ էլ բավականին բարդ է իրավիճակը, այնտեղ անընդհատ լույսի անջատումներ են, Կուբան շրջափակման մեջ է վերցված Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից էներգետիկ շատ լուրջ ճգնաժամ է եւ Ռուբիոն երեք կոչ է արել Կուբայի իշխանություններին փոխել իրենց քաղաքական ուղին, քանի դեռ շատ ավելի ուշ չի եղել իրենց համար եւ Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների պետքարտուղար ասում է, որ Կուբայի առաջնորդները ուղղակի պետք է լուրջ որոշումներ կայացնեն եւ իրական քաղաքական փոփոխություններ նախաձեռնեն իրենց երկրում, հակառակ պարագայում շատ ուշ է լինելու իրենց համար։ Եվ այստեղից էլ մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները կամաց ինչ որ արդյունքների են հասնում նաեւ Կուբայի շուրջ։ Դեռ վերջնական ինչ որ լուրջ արդյունքների մասին վաղ է խոսել, բայց ճգնաժամը շատ լուրջ ձևով խորանում է Կուբայում։ Ոչ թե խորանում է, արդեն բավականին սուր լուրջ ճգնաժամ է Կուբայում։ Տեսնենք թե ինչպես կզարգանա իրավիճակը նաև Կուբայում։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։